Պարոն Ռուբինյան, Հայաստանի երրորդ նախագահը լավ, կլսվի երկար ելույթ է ունեցել իրենց հանրապետականի նիստում եւ նաեւ անդրադարձել է քաղաքացիական պայմանագրին իշխանությունից հեռացնելու օրակարգին եւ նշել է, որ պետք է համախմբին դիմադիր դաշտ եւ գլխավոր օրակարգը հանրապետականի շարունակում է մնալ, ինչպես ինքն է ձևակերպում կապիտուլյանտների իշխանությունից հեռացնելը։ Մտահոգված է իշխանությունը, որ նախընտրական տարում կհաջողվի ամեն դեպքում ԿՊ-ին իշխանությունից հեռացնել իշխանափոխությամբ կամ Ոչ։ Ինչու պարոն Ռուբինյան բազմաթիվ ձախողումների մասին է խոսում, որ արձանագրել է իշխանությունը այս տարիներին սկսած Արցախից, ավարտած նաև ներքաղաքական օրակարգերով, ինչու պետք է չհաջողվի։ Հարցը ո՞րն է, ինչու չպիտի չհաջողվի իշխանությունը փոխել մինչև ընտրությունները, դա է հարցը։ Ինչու պետք է չհաջողվի նրանց հեռացնել իշխանությանը, եթե բազմաթիվ փաստարկներ կան իրենց կողմից ներկայացված, որ դուք ձախողել եք այս 7 տարում Հարգելի գործընկերներ, ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրությունների 2026 թվականին կլինեն ընտրություններին, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը։ Դուք կարծում եք մինչ այդ ժողովրդին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր դաշտին ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ։ Ոչ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Եվ կրկին այդ հարցի պատասխանները 2026 թվականին կստանանք բոլորս։ Ռուբինյան, հանրապետականները նաև երեք հայտարարում էին, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը պետք է շարունակի մնալ իշխանության հետ քաղաքական օրակարգում։ Արդյոք սրանով իրենք նաև չեն լացքում, որ Հայաստան գնում է խաղաղության, իրենք հայտարարում են, որ էջը փակված չէ, պետք է շարունակել բանակցային օրակարգում պահել։ Դա ինչ ազդեցություն։ Ես այլ կոնտեքստում ասեմ, ընդհանրապես մեր ընդդիմությունը եւ առաջին հերթին նախկին այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունը ամեն ինչ արել է եւ շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության։ Ռուբինյան, Սերժ Սարգսյանը պատկերավոր համեմատություն արեց, ասաց, որ ժողովուրդը նախիրի մեջի էշի ճակատն է պատճել, ինչպես կարող եք արձագանքել։ Դե իհարկե գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնարապես երբ որ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա գիտեք ոնց է անվանում, բայց ես չեմ իջնի այդ դաշտ, իսկ ընդհանրապես կներեք էլի, բայց ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Բայց հիմա էլ ասում է 2018-ին իշխանապահում է եղել։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է, էլի։ Իշխանազավթում չի եղել։ Հարգելի գործընկերներ, եկեք մի հատ փաստերը դնենք իրար կողք, էլի։ 2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի, տալիս է հրաժարական։ Հետո հանրապետական խմբակցության անդամները, դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում է։ Չէ, ասում է իրենց է պարտվել, իրենց է։ Հարգելի գործընկերներ, կրկին հարց եմ տալիս, այսինքն ինքը կապիտուլյանտ անձնավորություն է, որ ինքը թույլ է տվել, որ երկրի դրսից հեղաշրջում իրագործվի, այդ դեպքում ուրեմն ինքը ընդհանրապես քաղաքականության մեջ գործ չունի։ Իսկ իրականությունը հետևյալն է. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իրենց կողքը ֆրֆռացող տարատեսակ դեմքեր, այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել ամեն անգամ ընտրություն կեղծելով
եւ մնացած բոլոր հանգամանքներով ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում։ Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունը ԻԾՆ պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանի եւ ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնորհ իշխանությունը Սերժ Սարգսյանից, այդ դեպքում գուցե տրամաբանություն կայի ասած իրենց ասացի մեջ, բայց ուրեմն թող իրենց հայտարեն մոնարխիստ, հայտարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը եւ ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը իրեն։ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, որ ասում էր ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, պատասխանատու եք նրա համար, ում ճակատը համբուրել եք։ Բացարձակ